Նախ ես շատ մեծ եւ խորը ցավ եմ ապրում, որ դատարանները եւս առաջնորդում են պետության քաղաքականությամբ։ Այն դեպքում, երբ որ դատարանը արդարադատություն իրականացնող մարմին է, ես այդպիսի եզրահանգում եմ կատարում հենց այսպիսի դատական ակտեր ուսումնասիրելով, բայց մենք ունենք նաև դատարաններ, որոնք այլն են արձանագրում։ Օրինակ Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քաղաքացիական դատարանը իր մեկ դատական ակտով մերժել է Արցախի Հանրապետության դատական ակտի ճանաչումը, նշելով, որ այդ ակտը ճանաչման կարիք չունի, համարելով այդ ակտը ներպետական ակտ։ Այ օրինակ սա իմ համար շատ կարևոր արձանագրում է, որը կատարվել է Հայաստանի, որ չի դիտարկել որպես օտարերկրադատական ակտ, եւ ասել է այդ ակտը արդեն կայացված է եւ ընդհանրապես կատարման ենթակա է։ Հիմա եթե դուք Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը չեք ընդունում, մոտ գիտեք ինչքան տրամաբանական եւ բազում հարցեր է առաջանում։ Ներկայումս գիտեք քանի անձ է ազատազրկված եւ իր ազատազրկման պատիժը կրում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության դատական ակտերի հիման վրա։ Արցախի Հանրապետության դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում իրենց պատիժ, բայց այդ մարդիկ այստեղ պատիժը կրելու ստացվում է, որ անօրինական պատիժ են կրում։ Երկրորդ, շարունակեմ։ Երկրորդ, գիտեք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունում քանի արցախցի դատավոր է պաշտոնավարել։ Միջև 2000 անգամ 24 թվականը, 23 թվականից հետո։ Ես հիմա դատավորների տվյալները չեմ մեջբերի, բայց գիտեք քանի դատավոր է պաշտոնավարել։ Բայց եթե նրանք քաղաքացիություն չունեն, ինչ է ստացվում։ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մասին օրենքով էլ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության հետ թվում նաեւ դատավորի պաշտոն կարող է զբաղեցնել բացառապես Հայաստանի քաղաքացի։ Ինչ է ստացվում, անօրինական դատական ակտերին կայացում է դատավորների կողմից, այդ քննիչների, այդ դատախազների կողմից, ովքեր Արցախի Հանրապետության քաղաքացիություն ունեին բացարձակապես։ Այսինքն Հայաստանի քաղաքացիներ չէին ըստ պետության կողմից արտահայտված դիրքորոշման։ Սրանք հետևանքներ են, որոնց մասին չեմ մտածում։ Սրանք լուրջ հետևանքներ են, որոնց մասին չեմ մտածում։ Եվ այս որոշումը հետագայում նաև Արցախի Հանրապետության սուբյեկտայնության չընդունումը շատ ծանր ու անդառնալի հետևանքներ է առաջացնելու։ Շատ ծանր ու անդառնալի հետևանքներ է առաջացնելու։ Այդ թվում նաև միջազգայնացիաները։ Արցախի Հանրապետության սուբյեկտայնության չընդունման պարագայում չնայած պետությունը արդեն միջազգայնացիաներից հետ է կանչում արցախցիների վերաբերյալ դատական ակտերը, բայց այնուամենայնիվ այդ դատական ակտերի հիմքում կարող է տրվել այսպիսի որոշումներ, եւ Ադրբեջանը կարող է հողում կատարել այսպիսի որոշումների։ Սա ճակերտներում միգուցե իրենք փորձեն ներկայացնել կամ հիմնավորել որպես խաղաղության գործընթաց, բայց ինչ ասեմ, եթե խաղաղության գործընթացը Արցախի Հանրապետության ներկայացության շենքը Ադրբեջանի դրամատիկական թատրոնի վերածելու գործողությունն է, ապա թող այդպես լինի։